Այո, եկել եմ իմ թիմի կողքին լինելու։ Ինչ խնդիր կա։ Այո, որտեղ պատարակ եմ ատուցում, կարգալույց հռչակվածների կողմից դուք ներողություն հարցը վերջացնենք, նոր դուք պատասխանեք։ Հովհանաբանքում տեսանք ձեզ, առաջինը ֆիքսել էին եւ այդպես համացանցում հայտնվեց, որ դուք ինչպես հայտնեցին, կապ չունեք ընդհանրապես դպիր չեք եւ մասնակցում եք պատարակի, դրանից հետո ներողություն, ես հարց ավարտեմ, դուք եթե ճշտումներ կան արեք։ Դրանից հետո տեսանք ձեզ նաեւ Թալինում։ Եվ հիմա հարց է առաջանում, ինչպես է, որ դուք մասնակցում եք բոլոր պատարակներին, որոնք իրականացվում են Թալինի օրինակում մի փոքր այլ է, բայց հիմնականում որոնք կարգալույց հռչակված կանոնով։ Նայեք, եթե էլի շարունակեն, դուք շփոթվել եք այդպես ամբողջ Հայաստանում, որտեղ Նիկոլ Փաշինյանը մասնակցի պատարակի մեր վարչապետն է, ես ամեն դեպքում իր կողքին կանգնած եմ։ Ու մի sense արձանագրում անենք, թե ով է կարգալույց։ Այնտեղ մայրաթորուն նստած կաթողիկոս կոչվածը Կտրիչ Ներսիսյանը ինքը հենց իր գործելակերպով, երբ որ կուսակրոն հոգևորական իրավունք չունի երեխա ունենալու, իսկ ինքը երեխաներ ունի։ Իսկ ինքը այդ փաստին միայն ես չեմ տիրապետում։ Այո, տիրապետում եմ, այո։ Իսկ եթե նման մարդը ինքը արդեն նման ձևով ինքը իրեն կարգալույց է հռչակում, իսկ նման մարդը իրավունք չունի հոգևորականին հռչակի կարգալույց։ Հիմա իմ հարցը այլ բանի մասին, դուք մասնակցում եք տարբեր պատարակների։ Այո, ես մասնակցում, Նիկոլ Փաշինյանը, պարոն վարչապետը, մասնակցում է այն պատարակներին, որտեղ որ այն հոգևորականներն, ովքեր կանգնած են ճշմարտության առաջ, ոչ թե այն հոգևորականներն, ում պահում են վախի մթնոլորտում։ Ընթացն եմ ուզում հասկանալ, ինչպես է լինում, դուք որտեղ ցանկանաք այդ եկեղեցում կարող եք գնալ եւ մասնակցել։ Այո, դա ընդհանրապես ընթացակարգը, ընդամենը հոգևոր հովից օրհնություն ստանալն է, այդքան բան։ Բացառի չէ, դուք լինել կան։ Այո, իսկ ինչ որ վերաբերվում է, նայեք, ատամնաբուժը, նայեք, շնորհակալ եմ, որ այդքան հետաքրքրում եք մարդու հոբիներով, մասնագիտությամբ, ես իրավաբան եմ, բայց ինչի՞ չեք ասում ես իրավաբան եմ, այսինքն ծառայելով Աստծուն, դուք հիմա եթե գնաք եկեղեցի, դուք լրագրողներդ, գնաք եկեղեցի, ձեզ նկարեն, ասեն, գիտեք, հավատացյալը լրագրող է։ Չէ, դա այլ բան է։ Բա չէ։ Դա այլ բան է։ ԿՊԱ-կանը կապ չունի։ Նայեք, ԿՊԱ-կանը այստեղ կապ չունի։ Նայեք, ես եկեղեցին չի քանդվում, նորոգման պատարակը, խնդրում եմ, եկեք ճիշտ համարենք։ Երբ որ մայրաթորը ղեկավարվում է Ռուսաստանի կողմից, ԿԳԲ-ի կողմից, եկեք պետականություն բառը ճիշտ հասկանանք։ Այն մարդիկ, ովքեր որ չեն ուզում Հայաստանի Հանրապետությունը որպես պետականություն կայանա, այդ մարդիկ չպետք է լինեն այնտեղ, մայրաթոռում։ Իսկ դաջվածքներով հոգևորականը իրավունք ունի պատարակ մատուցելու, Աստվածաշնչում գրված է, չէ՞, Աստծո նախ առաջին, խնդրում եմ, մատնանշեմ, որ դուք ուղղակի անգրագետ նախադասություն եք արտահայտում, ես այն հոգևորականն եմ, բայց ես իրավունք չունեմ պատարակ մատուցելու։ Պատարակ մատուցումը օծյալ հոգևորական է, նախ առաջին, դա ճշտեք, նոր ինձ հարցադրում կատարեք։ Երկրորդ, ես թե ինչի եմ դուրս եկել եկեղեցուց, Գարեգին երկրորդ, կաթողիկոս կոչվածի Կտրիչ Ներսիսյանի բարքերի հետևանքով։ Ես ձեռնադրվել եմ որպես դպիր, սա նշում եմ այն մարդկանց համար, ովքեր որ կոչում են ինձ կեղծ դպիր։ Դրանից հետո, երբ որ իմ ձեռնադրության վիդեոն պաշտոնապես տեղադրվեց, նոր մարդիկ տեսան, որ այս մարդը ձեռնադրված է։ Բայց դուք հիմա դպիր չեք։ Ես դպիր եմ։ Հիմա նայեք։ Հիմա եկեղեցին ասում է, որ այդպիսի դպիր չկա։ Ո՞վ է ասում եկեղեցին։ Կա եկեղեցին ով է։ Ո՞վ է եկեղեցին։ Ով է ձեզ ձեռնադրել։ Ո՞վ է ասում ձեզ։ Բայց ով է ձեզ ժամանակին ձեռնադրել։ Նավասարդ arczepiskopos Կճոյանը 2018 թվականի դեկտեմբերի 25-ին։ Դուք այդ վիդեոն չեք տեսել։